Բարև ձեզ, այսօր եթե հաջողվի անելու եմ 3 շարք իրար վրա եւ եթե ուշադիր կլինեք կհետևեք բաց չեք թողնի, որովհետեւ ուզում եմ ասել թե ով է իմ ոգեշնչման աղբյուրը։ Ներկայիս ԿՊ-ական քարոզիչները եւ նրանց գրվածքների տակ ծավալվող կոմենտները, որոնցից մեկը առանց անունը տալու հիմա կմեջբերեմ։ Ուսանող եմ գիտակից տարիքով եւ այդ մեծամասնությունը այնպիսին են, որ քաղաքականացնում են դասապրոցեսը, սխալ ինֆորմացիա փոխանցում երիտասարդներին։ Հուսանք շարունակական կլինի այս ամենի նկատի ունեն կրթական հիմնարկների մաքրումը, զտումը, մասնավորապես համալսարանների, որովհետև այնտեղ քարոզվում է պսևդո հայրենասիրություն եւ սխալ քաղաքական գնահատականներ։ Ու միանգամից իմ վրա իջավ դեժավյուի ալիք։ Ես ասի որտեղ եմ սա տեսել։ Ախր ես ինչ որտեղ սա տեսել եմ, ես ինչ որտեղ սրա մասին կարդացել եմ, բայց երևի ես կարդացել էի մակերեսորեն։ Դրա համար շնորհակալ եմ անգետ մարդկանց, որոնք ավելացնում են իմ գրագիտության քանակը։ Եվ ուրեմն այսպես 40 թվականի Ֆրանսիան Պետենի եւ Հիտլերի միջև կնքվում է համաձայնագիր, ըստ որի Ֆրանսիան հռչակվում է ուշադրություն խաղաղ պրոցեսի մասնակից, Գերմանիայի մոտավոր դաշնակից, իսկ Պետենը հրահանգ է տալիս իր բոլոր հնարավոր քարոզիչներ, ասեմ, չգիտեմ, պետական ապարատին, որ աշխատեն երկու ուղղությամբ։ Առաջին ուղղությունը հետևյալն է, որ բոլորը ամենտեղ, բոլոր անկյուններում, բոլոր լրատվամիջոցներում պրոիշխանական գոռում են, որ Պետենը դա Ֆրանսիայի փրկիչն է, Սավեր, բան եւ այլն de France, եւ հետո իհարկե այն, որ նա վերջապես լուջ եմ ասում, ես չեմ խափում, ես չեմ չափազանցնում, ես վստահ եմ, որ հարյուրավոր մարդ կգնա եւ հիմա կհետազոտի, ընդ որում ոչ լավ մտքով, բայց կհետազոտի եւ կհայտնաբերի, որ պրոիշխանական միջոցներում խոսում են, որ Ֆրանսիան վերջապես ստացավ իր ինքնիշխանությունը։ Ֆրանսիան վերջապես ստացավ իր ինքնիշխանությունը այն պարագայում, երբ որ Վերմախտի զինվորները պլանաչափ մարշեր են կազմակերպում Շանզելիզեի վրա եւ դեռ սկզբում իրենց քաղաքավարի են պահում տրիումֆալ արկայի առաջ դեռ եւս օրգիաներ չեն անում, բայց դրա ժամանակը կգա, բայց պարզվում է, որ այն ժամանակ, որ քո հողում գտնվում են օտարերկրյա զինվորներ, դու այդ ժամանակ առավելագույնս ինքնիշխան ես եւ ունես Պետենի նման փրկիչ։ Բնականաբար այդ կոգնիտիվ դիսոնանսը երկար չէր կարող տիրել, մանավանդ որ գերմանացիները, որ սկզբում իրենց պահում էին բավականաչափամեստ եւ զուսպ, քանի գնացին, սկսեցին այլանդակվել, օրինակ նրանք պահանջում էին, որ իրենց տեղավորեն լավագույն հյուրանոցներում, բայց քանի որ կոնտինգենտը գնալով շատանում էր, այդ հյուրանոցներում էլ տեղ չէր հերիքում եւ երբ որ ասացին, որ գիտեք հյուրանոցներում տեղ չի հերիքում, ասացին դուրս եկեք ձեր տներից, դուք պետք է հաշտվեք նրա հետ, որ մենք հաղթանակած ենք եւ այդ հաղթանակով հանդերձ մենք եկել ենք, որ սահմանենք մեր կանոնները։ Ի վերջո դեժավյու, ի վերջո դուրս եկեք ձեր կրթական հիմնարկներից եւ կրթական հիմնարկները սարքեք հյուրանոցներ։ Ինչա դա հիշեցնում։ Ախր գիտեք ինչն է հետաքրքիր, որ Ֆրանսիայի բանակը 44 օր չդիմացավ, 5 օր դիմացավ ընդամենը։ Եվ դրանով հանդերձ ֆրանսիացիները շատ իրենց ճշված ապատիկ էին զգում, մանավանդ Պետենը ասում էր, որ Հիտլերը շատ կիրթ է։ Չէ, այդ ուրիշ տեղ են ասում։ Չէր ասում, որ Հիտլերը կիրթ էր, ասում էր, որ Հիտլերը ինչպես գերմանական նացիայի գերագույն ներկայացուցիչ, ֆանտաստիկ
պրագմատիկ է եւ արիական պրագմատիզմը եւ նոր տերերը Եվրոպայի պահանջում են, որ ֆրանսիացիք սովորեն նույն պրագմատիզմը եւ կարողանան մաքսիմալ համակերպեն այդ պայմաններին։ Դե իհարկե ոչ բոլորն են համակերպվում այդ պայմաններին, այդ պայմաններին նախ եւ առաջ չէին համակերպվում ովքեր ժողովուրդ առաջի հերթին դրան չէին համակերպվում ուսանողները եւ ուսանողները 40 թվականին մանավանդ երբ որ Վերմախտը պահանջեց իրենց կրթական կենտրոններից սարքել հյուրանոցներ, բայց որտեղ է դա եղել էլի ես չգիտեմ, կարող է սխալվում եմ, կարող է ուրիշ տեղ եմ հանդիպել, բայց նրանք դուրս եկան դեմոնստրացիա եւ այդ դեմոնստրացիան դաշնակցաբար ճնշվեց ոչ թե գերմանական, այլ ֆրանկո-գերմանական համատեղ ակցիայի հետևանքով եւ հրահանգ տրվեց կատարել մեծ գաղափարական զտում եւ այդ գաղափարական զտման զոհը առաջին ընկան ովքեր քաղաքական գործիչները բոլորին ովքեր արտահայտել էին որտեղ եմ լսել այդ բառերը Պսևդո-հայրենասիրական գաղափարներ, ոչ հայրենասիրական գաղափարներ, նրանց բոլորին տարան բանտեր, Ժակ Մուլանը, ֆանտաստիկ ազգային, քաղաքական, հեռատես, ինտելեկտուալ գործիչ, նրան բազմիցս բանտարկեցին, նրան աքսորեցին, իսկ 43 թվականին դաժանաբար տանջանքների ենթարկեցին գեստապոյում եւ գիտեք ինչն էր հետաքրքիր, որ այն ինչ որ անհնար էր թվում 40 թվականին, 43 թվականին դարձավ այնքան հնարավոր, օրինակ 40 թվականի հрьяաները չէին պատկերացնում, որ իրենց տանելու են դրանսի եւ աքսորեն 40-ական թվականներին չէին պատկերացնում իրավաբանները, որ պրոֆրանսիական գործունեության համար նրանց տալու են պատերով, էլի աքսորեն, էլի բանտարկեն, նրանք չէին պատկերացնում, որ 42 թվականին կամ 41 նույնիսկ, չէ 42 յուրաքանչյուր սպանված Վերմախտի զինվորի համար 100 հոգի գնդակահարվելու էր այդ նույն դուսը Ֆրանսիայում, բայց դե այդ մարդիկ, ովքեր գնդակահարվում են, ուղղակի երևի նախկին էին, հա, ու չեն հասկանում որն է իրական հայրենասիրությունը, նրանք պսևդո հայրենասիրներ էին, սպասենք երկրորդ մասին չի ուշանում։